Ես ողջունում եմ մեր բոլոր ռադիոլսողներին ու ռադիոդիտողներին, դուք լսում կամ դիտում եք գործարար ալիքը եւ երկարատև դադարից հետո դարձյալ եթերում է կիսալուսնի մայրամուտ հաղորդումը, իսկ դա նշանակում է, որ առաջին խոսափողի մոտ հաղորդման հեղինակն է Տիրան Լոքմագյուզյանը, իսկ երկրորդ խոսափողի մոտ ձեզ համար աշխատում եմ ես, Սաթենիկ Զախարյանս։ Բարև ձեզ, պարոն Լոքմագյուզյան։ Երկար ժամանակ է ինչ չենք հանդիպել եւ կարևորագույն հարցը այսօր այն է, թե ինչպիսի զարգացում ունեն հայ-թուրքական հարաբերությունները, որովհետեւ վերջերս ՄԱԿ-ի ամբիոնից Հայաստանի Հանրապետության վարչապետը հայտարարեց, որ Թուրքիայի հետ հիմա աննախադեպ դրական երկխոսություն ունենք եւ շուտով լինելու են դիվանագիտական հարաբերությունների հաստատում եւ միջպետական սահմանի բացում։ Այս ընթացքում նաև հայտարարվեց Turkish Airlines-ի ազգային փոխադրողի դեպի Երևան կանոնավոր ուղիղ չվերթներ իրականացնելու մասին, թեև ժամկետ այդպես հստակեցված չէր, բայց որ լինելու է ակնկալվում է մոտավորապես 26 թվականի ամռանը եւ դա կապում են նաև այդ պայմանագրի ստորագրման հետ։ Այսպես ամեն ինչ երբ որ նայում ենք, գնում է դեպի դրական, այս երկու երկրների հարաբերությունների միջև բացվելու է սահմանը շուտով, մինչդեռ այս մեր տպավորությունները եւ ցանկությունները թե մի կողմ թողնենք, Անկարան շարունակում է պնդել, քանի դեռ Հայաստանն ու Ադրբեջանը չեն ստորագրել այն նախաստորագրված պայմանագիրը, փաստաթուղթը, մենք ոչ մի սահման էլ չենք բացի, ոչ մի միջպետական հարաբերություն էլ չի կարգավորվի։ Եթե վերանանք այս ամենից գետնի վրա, հիմա ինչ ընթացք ունեն Հայաստան-Թուրքիա հարաբերությունների։ Գետնի վրա մի բան մոռացաք, հայ-թուրք հարաբերությունների միջև կամ Հայաստանի եւ Թուրքիայի հետ կապված ինչ որ խնդիր, այն էլ որ անցած շաբաթ էր կարծեմ արդեն, որ Թուրքիա-Վրաստան սահմանի վրա մեծ քանակությամբ պասպորտներ, ID քարտեր արգրավեցին, հայկական պասպորտներ, հայկական։ Այսօր բայց ներքին գործերի նախարարությունը արդեն հայտարարություններ տածել, որ դա ապատեղեկատվություն է, հիմա չգիտեմ որքանով է այդ տեղեկությունը ճշմարիտ։ Չգիտեմ ես էլ, բայց այնուամենայնիվ այդ որ եկավ եւ եթե կրակ չկա, ծուխել չի լինում ընդհանրապես, բացի այդ Թուրքիայի կողմից եւ ես այդպիսի հերքում չեմ լսել, դուք լսել եք, չգիտեմ, կարող է եղել է, սակայն ես չեմ լսել, սակայն Հայաստանի կողմից եղած ամեն մի հերքում, ճշտում եւ այլն ինձ համար ոչինչ չէ, որովհետեւ այս վերջի տարիների քաղաքականությամբ մենք տեսնում ենք, որ այդ ամեն ինչը մենք չենք թելադրում եւ մենք չկանք այդ գործարքների մեջը եւ ամեն անգամ որ մեր արտգործնախարարությունը կամ ովևէ մի ուրիշ բեդ մարմին ինչ որ մի բան է հայտարարում, մեկ էլ տեսնում ենք որ լրիվ ուրիշ բան է կատարվում, օրինակ այդ ձեր ասածը, տեսեք, դուք շատ լավ ասեցիք, որ մեր կառավարությունը հայտնում է որ այս բաները պիտի լինի, իսկ Թուրքիո կառավարությունը ասում է որ այս բաները չի լինելու։ Հիմա ում հավատանք։ Հավատանք Հայաստանին, թե հավատանք Թուրքիային։ Վերջի տարիների փորձը ցույց է տալիս, որ մենք պիտի Թուրքիային հավատանք։ Այն էլ որ 2 տարի առաջ մեզ հավաստիացնում էին եւ այլն մեծ խոսում էին թե այդ սահմանը հենց պիտի բացվի, որի մասին նորից են կրկնում թե պիտի բացվի, շուտով չբացվեց, չէ՞։ Ինչ եղավ։ Ես այն ժամանակ ասում եի, չի բացվելու այդ սահմանը։ Չի բացվելու այնքան ժամանակ, մինչև պայմանները չկատարվեն։ Իմի հատ բոլոր պայմանները կատարեցինք եւ կատարում ենք, տեսեք, Ադրբեջանը նորից չի ստորագրում։ Այնպի ինչ որ մի բան նախաստորագրվեց։ Դա կամքի արտահայտություն էր։ Ուրիշ բան չէ, դա բանը բիզնեսում էլ կա այդպիսի բան, կամքի արտահայտություն է։ Մենք ուզում ենք իրար հետ արևտուր անենք, կամ մենք ուզում ենք այս բանը անենք։ Բայց դա ոչ մի բան չի նշանակում։ Թե բիզնեսի մեջ, թե բանի մեջ, քաղաքականության մեջ ոչ մի բան չի նշանակում, ուզում ենք, բայց այդ մարդը ասում է, որ այս բաները կլինի հետո։ Կանեմ, ասում է, չի ասում չեմ անի։ Այստեղ մի բան եմ հիշում, Լուսահոգի հայրս մի խոսք ուներ, ասում էր որ տղես, եթե մեկը քեզ փողը բարդք եւ ասում է տալու եմ, վստահ եղի որ չի տալու։ Եթե որ քեզ հավաստիացնում է որ տալու եմ, անպայման տալու եմ, վստահ եղիր որ նա չի տալու, որովհետեւ դու արդեն գտա, իսկ եթե ասում է տալու եմ, քեզ հանգստացնում է, որ չանհանգստացնես իրան շատ,
Բայց դարիները, օրերը անցնում են ու չի տալու։ Սա էլ նույն խնդիրն է։ Մարդը չի ասում չեմ տա, այո, գտա, այսինքն կստորակրի, ստորակրությունը գտա, սակայն գտա այն ժամանակ, երբ որ քեզնից բան չի մնա։ Սա արդեն շատ հասարակ բան է։ Սա այսինքն 2 կոպեկանոց ուղեղ ունեցող ամեն մարդ սա կարող է հասկանա, եթե հասկանալ ուզում է իհարկե։ Իհարկե այստեղ սա մեզ խափում են նորից, ինչպես որ ամբողջ պատերազմի ընթացքում խափեցին մեզ, հաղթում ենք ասելով, մեկ էլ տեսնում ենք, որ մենք հաղթում ենք, բայց իրենք առաջ են գնում, եկել են հասել են արդեն Հայաստանի սահմանները, այն ժամանակ արզարտնեցին, որ այս ինչ տեսակ հաղթանակ է։ Իմի սա էլ նույն խնդիրն է, այս ինչ տեսակ քաղաքականությունն է, այս ինչ տեսակ հարաբերությունների կարգավորում է, որը մենք ոչ մի բանի չենք հասնում, շարունակ իրենք են հասնում։ Մենք տալիս ենք, իրենք վերցնում են, մենք տալիս ենք, իրենք վերցնում են։ Այդ սահմանը մի ուրիշ պատմություն է արդեն, սահմանը բացվի, չբացվի, դա քեզ կարող է ընդհանրապես ոչ մի օգուտ չտա, արդեն այսօրվա հասկացությունով էլ օգուտ չի տալու, որովհետև սահմանը բացվելու է երրորդ երկրի քաղաքացիների համար, եւ դրա մասին արդեն մի քանի անգամ խոսել ենք, չեմ ուզում խոսեմ, այդ երրորդ երկրի քաղաքացիները միայն ադրբեջանցիներն են։ Այսինքն սահմանը, հայ-թուրքական սահմանը բացվում է միայն ադրբեջանցու համար, ոչ հայի համար, ոչ թուրքի համար։ Բայց ինչի՞ս է ծառայելու այդ սահմանը։ Բացվի, չբացվի, դա ինձ ինչ է օգուտ տալու։ Ինձ մի բան տալու է, չի տալու։ Թող փակ լինի։ Հետո էլ հայտարարում բանը, սահմանը բացվում է կամ բացվեց։ Հետո դե անցի, եթե բացվեց, տղայս անցի։ Ինձ անցկացրու այդ սահմանով, որ չես կարողանում անցկացնես ինձ։ Այդ սահմանի բաց լինելը կամ փակ լինելը ում է պետք։ Դա որպես ինչ ես ինձ ներկայացնում։ Սահմանի բացվել նշանակում է բացվել ինձ համար, բացվել Թուրքի համար, չէ՞։ Գնանք կանք, չէ՞։ Այդ բանը չկա, այսինքն այդ սահմանը չի էլ բացվում, բայց անգամ բացելու մասին խոսքը արդեն խափեություն է։ Տեսնում եք, այստեղ խափեություն կա, մեզ խափում են։ Դրա համար Թուրքիայի հետ հարաբերությունների եւ այլն լավացում եւ այն դա ընդհանրապես միայն դիվանագիտական հարաբերություն կարող է լինի, ինչ որ պրոտոկոլների ժամանակ մենք այդ դրա մասին ենք աշխատում։ Այդ բանը երկու երկրների միջև հարաբերություն կգոչվեր։ Սա չկա այդպիսի բան։ Եթե մեր վարչապետը գնում է ինչ-որ մի հանդիպման Իրանից մի հատ սիրուն գիրք է ստանում, գալիս է այստեղ իրագիններ գարտում է դա, ինչի գարտում է, ինչ է հասկանում եւ այն կամ ինչ է Իրանից ներկայացնում այդ գիրքը, այդ մի կողմ թողնենք, դա հարաբերություն չէ։ Այդպիսի հարաբերություն միշտ էլ ունեցել ենք մենք։ Ավելի լավն էլ ենք ունեցել։ Իրենց ներողություն, նախագահը եկել է Հայաստան, մեր նախագահը գնացել է այնտեղ Բաշտոնական հրավերով, բաշտոնապես հրավիրել է մեր նախագահը Գյուլին եւ Գյուլը եկել է այստեղ եւ Գյուլը իրեն է հրավիրել գնացել է այնտեղ ֆուտբոլի համար, բայց այնուամենայնիվ դա կատարվել է ամենաբարձր մակարդակով հանդիպում է եղել եւ իսկական հանդիպում է եղել եւ դա հավասարի հետ հանդիպում է եղել ոչ թե մեկը ստրուկ մեկը դեր արել է մի հատ գիրքս կարդա սովորես տենց չի եղել Դրա համար դա դեռ խափեություն է եւ արդեն երկու երկրների խոսույթից դա երևում է։ Հիմա դուք ուզում եք որ ես արտգործնախարարության ինչ որ մի բանի խոսքին հավատամ։ Ինչպես կարող եմ հավատամ։ Չէ՞։ Սուտիկ Վորսկանն է սա։ Սուտիկ Վորսկանի պատմությունը։ Եթե մի անգամ խափում ես, ուրեմն դու միշտ կխափես։ Այս քանի անգամ ենք խափվում։ Ես նորից եմ հայտարարում։ Տեսեք, թե այստեղից, թե ուրիշ հարթակներից ես հայտարարել եմ։ Թող մեկը մի հատ տղամարդ վեր կենա ու ինձ ցույց տա մի բան, որը ինքը խոստացել էր ու կատարել է։ Մի հատ էլ ավել չեմ ուզում, 2 հատ 3 հատ չեմ ասում, մի հատ։ Թող ցույց տա դնանք։ Որը կատարվեց։ Այդ նախընտրական խոստումներից որ մեկը կատարվեց Արցախի հետ կապված խոստումները կատարվեց արագաչափների խոստումները կատարվեց այդ բաների վարգերի ճնճման մասին խոստումը կատարվեց հարգերի
բակասացնելու, շտրաֆների բակասացնելու, Հայաստանի քաղաքացին բան չէր, շտրաֆի ինչ էր, ապրանք դուկանքի մատերիալ չէր, չէ՞։ Այո։ Բա ինչ եղավ։ Բոլոր դուկանքները բարձրացան։ Հիմա մենք եղանք դուկանքի մատերիալ իր ասելով, իմ ասելով չէ։ Մի հատ ասեք, որ ինքը կատարել է։ Ճիշտ հակառակն են անում։ Ճիշտ հակառակը։ Դե հիմա հավատա։ Շո գներեք, ես չեմ հավատա։ Եթե դեռ հավատացող կա, թող հավատա։ Ամբողջ պատերազմի ընթացքում մեզ խաբեցին, չէ՞։ Այո։ Ամեն ինչով խաբեցին։ Ամեն ինչով խաբեցին։ Միայն հաղթում ենքով չէ։ Ամեն ինչով խաբեցին մեզ։ Մեր զինվորներին էլ խաբեցին։ Ես բարեկամներ ունեմ, որոնք գրվել են այնտեղ։ Հələ մի հատ նրանց պատմած պատմությունները լսեք։ Մեր զինվորներին խաբեցին։ Այդ 5000 երիտասարդը խաբվելով մահացավ։ Մենք դիքը դեպքեր գիտենք, չէ՞։ Մի ավտոբուս բանը կամավոր տարանքցեցին, դանողն էլ փախավ։ Այդ մեն դանողը կարողացավ փրկվել, մինչև չկարողացան փրկվել։ Այդ ո՞նց է լինում։ Հա՞։ Այդ դանողներ մեղավոր։ Ինչի համար արեց, եթե իրեն մեկը հրանք չէր տվել։ Դրա համար կներեք, ես չեմ հավատացել, սկզբից չեմ հավատացել, այսօր էլ չեմ հավատում։ Միավորված ազգերի կազմակերպության ամբիոնից նաև մեր երկրի վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսեց Թրիփին Զանգեզուրի միջանցք անվանելու մասին, եւ ինչն է հետաքրքիր, այս պարագայում ոչ միայն Բաքվի կողմից է դա անվանվում Զանգեզուրի միջանցք, այլ նաև Անկարայի կողմից։ Սա ինչով է պայմանավորված եւ ընդհանրապես Անկարան ինչ մասնաբաժին ասեմ կամ ինչ որ հետաքրքրություն ասեմ ունի այս Թրիփ կամ Զանգեզուրի միջանցք կոչվածից։ Ոչ միայն Անկարան է դրանից խոսում, այլ նաև այդ բրիտանացի պատգամավորը եւ ոչ միայն ամբողջ աշխարհն է կորիդոր անվանում։ Ամբողջ աշխարհը միջանցք է ասում։ Մենք ասում ենք այնտեղ միջանցք չկա, ճանապարհ է։ Մենք ասում ենք անգամ եթե նրանք միջանցք ասենք, դա իրականում միջանցք չէ, այլ ճանապարհ է։ Ախր միջանցքից էլ անցանք։ Երկիրը վարձով են տալիս։ Երկիրը վարձով է տրվում։ Հասկանում եք դա ինչ է նշանակում։ Այսինքն, լավ, ինչ տարբերություն այդ տարածքը կամ ուրիշ տարածք։ Պատկերացրեք ոչ թե այդ տարածքն են վարձով տալիս, այլ Աբովյանն են դա վարձով տալիս։ Երևանն են վարձով տալիս։ Մասիվները վարձով են տալիս։ Մասիս քաղաքն են վարձով տալիս։ Ինչ տարբերություն։ Վերջի քո երկրիդ հողերը չեն, քո երկրիդ մի մասը չէ, Մեղրին վարձով կտա, թե Գորիսը վարձով կտա, թե Երևանը վարձով կտա, ոչ մի տարբերություն չկա դրա մեջ։ Բայց քանի որ մենք Երևանում հանգիստ նստած ենք, քանի դեռ մեզ չի հասել։ Քանի մեզ չեն վաճառում, մեզ չեն վարձով տալիս, մեզ չի հետաքրում կարծեք թե։ Հետաքրիր է, ես մեղրեցիներից էլ բան չեմ լսում։ Գիտեք, դեռ չգիտենք թե ինչ լայնություն է ունենալու այդ տարածքը եւ գան, ասենք թե բաներ խոսքեր, որ բավականին լայն է լինելու, մի քանի կիլոմետրի մասին է խոսում այստեղ։ Եթե մի քանի կիլոմետր է, Մեղրին էլ կմտնի դրա մեջը։ Չէ՞։ Դու գնացել եք Մեղրի։ Ես անձամբ ոչ։ Ես շատ եմ գնացել։ Ուրեմն Մեղրիով sense իջնում եք, Մեղրի միջով եք անցնում, Մեղրին բրծավ, ես ինչ ասեմ, չգիտեմ, կարող մաքսիմում 500 մետր է, արդեն սահմանն է։ Ամենաներքևում է գտնվում։ Էլ եկեղեցի, բան, Մեղրի քաղաքը ցավ մեջն է ընկնելու։ Մեղրեցիներն էլ չեն մտածում։ Մեղրեցին կարծում են, այն ճանապարհն է, այն ճանապարհը, որ կար, այսօր էլ կա բանի մեքենայի ճանապարհը ու գնացքի ճանապարհը նախկինում։ Այ դա է։ Մարդիկ խոսում են կիլոմետրերի մասին։ Անկամ եթե մի կիլոմետր լինի այդ ճանապարհի լայնությունը, Մեղրի մեջն է։ Դա կիրե։ Մեղրեցիները ինչ են մտածում, դա ինձ համար շատ է դա կիրե։ Այսօր ինչ են մտածում մեղրեցիները։ Թե մեր նման ասենք նստած իրենց համար ուտում, խմում, բան, ճարում են, հա, չի լինի։ Մենք այստեղ եկանք 7 տարի է ես չեն գարա, չի լինի, չեն անի լսելով։
երբ որ իրենք եկան իշխանության, ես մի ընկերոջը, որը դուք լավ եք ճանաչում, ինքը լավ ճանաչված մարդ է եւ այլն, ասի բանը ինքը լավ մի քիչ բացեմ, Քարվաճարում տարածք էր արել ինքը, ասի լսին, Քարվաճարը ծախելու են, ասի չեն կարա, ասի ծախելու են, չենք թողնի, ինչ եղավ, այս 7 տարի է շարունակ, եթե ինչ-որ բանով զգուշացնում եմ ես, լսում եմ չի լինի, չեն անի, չենք թողնի, չեն գարա, բայց ամեն ինչը կատարվեց, Քարվաճարն էլ տվին, Արցախն էլ տվին վրա, Լաչինն էլ տվին, հիմա Հայաստանն են վարձով տալիս ժողովուրդ, որտեղ եք տեսել նման բան, տեսել ենք իհարկե, բայց էլ մի հատ նայեք, այդ ինչ դեպքեր են, օրինակ Հոնկոնգը վարձով էր դրված, չէ, այնց նույն բանով, ժամկետով, 99 տարով վարձով դրվել էր, բայց ինչ պայմաններով, որովհետև Անգլիան կողել էր կողորտը Չինաստանի, Հոնկոնգը վերցրել էր, սա իմն է, 99 տարի, և քանի որ Չինաստանը իմ հետո 99 տարվա մեջ ուժ եղացավ, ստիպված հետ տվեց, թե չէ, դվողը չէր, տեսեք, Տրամպը այսօրվանից, արդեն առաջի օրվանից մարդը ասեց, այդ 99 տարին կարանք մի 99 տարի էլ երկարացնենք, այդ ինչ եղավ, այդ ինչ եղավ, այդ թորներս էլ չեն տեսնի դա արդեն, իրենցն է, վարձով դրված տարածքը և համել իրենցն է, ես եթե մի հատ բնակարան վարձով վերցնում եմ, դա իմն է, հա, սեփականությունը չէ իմը, բայց գործածության իրավունքը ամեն ինչը իմն է, դա դանդերը էլ ներս մտնելու դուրս գալու իրավունք չունի, չէ, դանդերը չի կարա ասել, ես մի հատ գործ ունեմ մտնեմ իմ տունս, դա այս քո տունը չի այլևս, դու ինձ վարձել ես, ինձ տվել ես, ես եմ օգտագործում այդ, դու այլևս իրավունք չունես, իմ սեփականությունը չէ, բայց օգտագործումը իմն է, այսը նույնն է, երկիր եք վարձով տալիս, պատկերացնում եք, ինչ տարբերություն ասենք, թե Մեղրին ես վարձով տալիս, թե ամբողջ Հայաստանն ես վարձով տալիս, կամ ամբողջ Սյունիքն ես վարձով տալիս, տարբերություն կա, տարածքի մեջ տարբերություն կա, գործարքի մեջ տարբերություն չկա, հող հայրենիք վարձով ես տալիս, ոչ մեկ չի հասկանում դրա լրջությունը չի հասկանում ոչ մեկը, կամ էլ թքած ունի, ավելի շատ թքած ունի այս ժողովուրդը, այսքանի վրա որ թքած ունեցավ, անգամ բանից էլ անցանք, 5000 մահացածից էլ անցանք, մարդիկ գերիներ են դեղ դանջվում են իրենց ձեռքում, դրանց վրա էլ թքած ունեն, և իմ չալուց բանը ասեց, չէ, ես դա իմ ենթադրությունը չէ, բարս սևը սպիտակի վրա, բան կա, սև սպիտակի էլ չի այսօր, բանը, ձայնակրություն նկարանում կա, չէ, որ մեր բանի պարլամենտի նախագահը ասեց, դրանք ինձ չեն հետաքրքրում, ասեց, չէ, դրանք ինձ համար չկան, բա այս իշխանությունն է դա, չէ, Պարլամենտի նախագահը իրենց գլխավոր մարդն է դրանց, իշխանությունը չեն հետաքրքրում և ժողովրդին էլ չի հետաքրքրում, ոչ մեկը չվեգեցավ չասեց, թե այդ ինչ ես ասում, ինչի մասին ես խոսում, այդ մեր զինվորները չեն, մեր դղերքը մեր եղբայրները չեն, այդ դու չէիր ուղարկել իրենց պատերազմի, դու էիր ուղարկել իրենց պատերազմի, չէ, հիմա դու ասում ես, դրանք ինձ չեն հետաքրքրում այդ մարդիկ, ուրեմն հիմա ով կգնա պատերազմի, եթե դու էլի մարդ ուղարկես, եթե ասենք պատերազմը սկսեց, դու էլ ասեցիր, դավայ ժողովուրդ գնացեք պատերազմի, պաշտպանեք մեր երկիրը, ապուշ պիտի լինի մարդ, որ գնա, մսաղացի միս դառնա, ինչպես ասում, այն մի անգամ ուղարկեցիր, ընկան այնտեղ Բաքվի բերդերը, ասում ես, դրանք արդեն ինձ չեն հետաքրքրում, բայց ես էլ ընկնեմ Բաքվի բերդերը, ինձ էլ պիտի ասես, որ դրանք ինձ չեն հետաքրքրում, չէ, հենց ինչի պիտի գնամ։ Պարոն Լոքմագյուզյան, անդրադառնալով այս TRIP-ի նախագծի կամ ծրագրին,
Մի բան վերջերս աչքովս ընկավ, որ Միացյալ Նահանգների նախագահի հատուկ ներկայացուցիչ Սթիվեն Ուիտկոֆը ասում էր, որ Հայաստանի, Ադրբեջանի հետ կապված ինչ հարց լինում է, մենք այդ հարցերով ունենք երկու կարևոր մարդիկ։ Մեկը Հական Ֆիդանն էր, իսկ մյուսը Իբրահիմ Քալանը։ Այսինքն կարող ենք այստեղ ինչ-որ կապ տեսնել Ամերիկայի և Թուրքիայի որոշումների միջև։ Հիմա ես նորից նույն բաները խոսամ, գիտեք, արդեն քանի տարի է, ես խոսում եմ Թուրքիա-Ամերիկա հարաբերության մասին, իսկ դիքը մարդիկ, նաև մասնագետներ, չգիտեմ, գիտնականներ և քաղաքական գործիչներ, շարունակ խոսում են Թուրքիա-Ռուսաստան հարաբերությունների մասին։ Հիմա եկանք մի կետին, հիմա հարց եմ տալիս, որ են դեր Թուրքիա-Ռուսաստան հարաբերությունները, ինչ անգամ անուններ էին հրաներ ռուսա-թուրք, թե ինչ բանը, ռուսուլման և այլն բաներ և այլն, ռուս-թուրքական տանդեմ, չգիտես ինչներ բանը, ինչ եղավ, որ է, կամ դուք սուտ էիք խոսում, կամ էլ դուք ոչ մի բանից բան չեք հասկանում։ Այսինքն քաղաքականապես, մասնագիտականապես դեբիլ եք։ Ես ասում եմ, չի կարող պատահել այդպիսի բան, որ ես ճիշտ դուրս եկա։ Դուք բոլորը սխալ դուրս եկաք։ Գիտեք, քաղաքականության մեջ, քաղաքական բանի անալիզի մեջ մի բան կա։ Բանի ագանազերծողի բանն է դա։ Ագանազերծողը, այդպես ընդհանուր խոսք կա, այդպես միջազգային, ագանազերծողը միայն մի անգամ է սխալան։ Ճակատագրական։ Քաղաքական անալիտիկն էլ միայն մի անգամ կարա սխալվի։ Սխալվեց, ուրեմն դա վերջը պետք է լինի, այլևս ինքը պիտի իր բերանը չբացի։ Հատկապես նման ծանրագշիր խնդիրներով։ Մանր մնոր ինչ-որ քաղաքականություն է սա, որովհետև խաղացողներ շատ կան և մեկը Միքայել Գանի կփոխվի դրա համար, ես միշտ ասում եմ, սա սենց է, բայց կարող է ինչ-որ SSS բաներում փոխվի, եթե այս կողմը, այն կողմը, մյուս կողմը ինչ-որ Միքայել անի, որովհետև շախմատում անգամ երկու հոգի կան, չգիտես թե դիմացինը ինչ է մտածում, բայց այստեղ այնպիսի շախմատ է, որ 15 հոգի կան, արդեն լրիվ անկանխատեսելի է մասամբ, բայց հիմնականում կարաս կանխատեսել, այս բաները շատ հասարակ բաներ են, դες կարաս հասկանաս, որ ռուսը և թուրքը երբեք ու երբեք իրար հետ բարեկամ չեն կարող լինի, իրար հետ չեն կարող համագործակցեն։ Բոլոր պետություններն էլ, անգամ բادرազմի մեջ եղող պետությունները ինչ որ բաներում իրար հետ հարաբերություններ ունեն, համագործակցում են, ապրանք առնում տալիս են եւ այն, բայց կան բաներ, որ հիմնական բաներ, որ երբեք չի լինի, բայց թուրքը եւ ամերիկացին միշտ էլ պիտի համագործակցեն։ Եվ ես նորից եմ ասում, Թուրքիան Ամերիկայի, ՆԱԹՕ-ի, եթե ուզում եք նաեւ ամենա հավատարիմ եւ վստահելի գործընկերն է այս տարածաշրջանում։ Նորից եմ գրկնում, քանի անգամ ասել եմ, նայեք մի հատ քարտեզի վրա, այս տարածաշրջանում, եթե Թուրքիայի դերը կատարելի երկրորդ պետություն տեսնում եք այս տարածաշրջանում, թքերեսից։ Չկա Թուրքիայի այդ կարելիությունները ունեցող չկա, բացի այդ Թուրքիան միշտ էլ հավատարիմ է եղել, որովհետև իրեն ձեռ է տալիս, Թուրքիան էլ է ձեռ տալիս, Ամերիկան էլ է ձեռ տալիս, եւ այսօր միայն դա չէր, այլ նաեւ մի ուրիշ երկու օր առաջ էր կարծեմ, ինչ որ մեկնաբան ասում էր, որ Ամերիկան այսպիսի քաղաքականություն, այնպիսի քաղաքական եւ վերջում հանգում է այն գեզարգացության, որ այստեղ պետք է Թուրքիայի դերը ավելացնենք, ասում է, Թուրքիայի վրա հեմ պետք է հենվենք։ Ամեն ինչով, եթե լուրջ անալիզ ես անում, եթե լուրջ քննության ես առնում, այո, Թուրքիան է միակը, որը պետք է Ամերիկային։ Այդ պատճառով էլ Թուրքիան իր խաղերը կարողացավ անել, իր չարությունները, չարաջիջությունները արեց տարիներ շարունակ, հատկապես Էրդողանի ժամանակ, եւ ամեն ինչ ներվեց իրան։
շատ բաներ ներվեց, ամեն ինչ չասենք, լավ, շատ բաներ ներվեց։ Անկամ չներվողները միայն սաստեցին։ Ոչ մի քայլ չեղավ, որովհետև համագործակցում են շատ լավ։ Գիտեմ, որ Թուրքիան իրենց կարիքը ունի, եւ Թուրքիան շահ ունի դրանից։ Շահն է նորից։ Բիզնեսը եւ քաղաքականությունը նույն բանն են։ Շահ։ Եթե շահ ունի, ուրեմն կլինի։ Եթե շահ չունի, ուրեմն չի լինի։ Դրա համար Ռուսաստանի հետ շահ չունի Ռուսաստանի հետ միանալուց։ Դրա համար նորից այսօր էլ կան մարդիկ, որոնք ինձ թվում է այդ հիմնական մարդիկ իրենք գործ են կատարում, իհարկե, բարդականություն են կատարում, որոնք խոսում են, թե Ռուսաստանը բերեց Թուրքին, Ռուսաստանը դուք ապուշ եք։ Եթե ես իմն է, ինչի պիտի ուրիշին բերեմ։ Եթե Ռուսաստանն է այս տարածաշրջանի տերը, ասենք թե, չէ՞։ Ինչի պիտի Թուրքին մտցնե այս տարածաշրջանը, հո դեպիլ չէ։ Ոչ մի հատկապես մեծ պետություն դեպիլ չէ։ Շնորհակալություն, պարոն Լոկմագյոզյան։ Մեր եթերաժամանակը մոտեցավ իր ավարտին, իսկ ես մեր ռադիոլսողներին ու ռադիոդիտողներին հիշեցնեմ, որ եթերում էր Կիսալուսնի մայրամուտը հաղորդումը, իսկ մենք կհանդիպենք հաջորդ երկուշաբթի։